Վենեսուելայի նախագահին տիկնոջ հետ հատուկ գործողությամբ ձերբակալելուց ու Միացյալ Նահանգներ տեղափոխելուց հետո ԱՄՆ նախագահը մտադիր է վերահսկողության տակ վերցնել երկրի նավթային ոլորտը, տեղեկացնում է Wall Street Journal-ը։ Ըստ ամերիկյան պարբերականի Դոնալդ Թրամփը օգնականների հետ հարցը քննարկելիս ասել է, որ եթե իրենք կառավարեն ոլորտը, կկարողանան նավթի գինը նվազեցնել մինչև $50 մեկ բարելի դիմաց։ Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի Թրամփի ծրագրով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն որոշակի վերահսկողություն կստանա նավթային պաշարներով աշխարհի առաջատար Վենեսուելայի պետական նավթային ընկերության եւ կզբաղվի արդյունահանվող նավթի մեծ մասի գնմամբ ու վաճառքով։ New York Times-ին տված հարցազրույցում էլ Թրամփն ասել է, որ ԱՄՆ կողմից Վենեսուելայի վերահսկողությունը կարող է շատ երկար տևել, նույնիսկ տարիներ, սակայն որևէ հանձնառություն չի ստանձնել երկրում նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մենք Վենեսուելան կվերականգնենք շատ շահավետ ձևով։ Մենք ենք օգտագործել նավթ եւ վերցնելու ենք նավթ։ Մենք իջեցնում ենք նավթի գինը եւ ստացված գումարը տալու ենք Վենեսուելային, որը դրա կարիքը չափազանց շատ ունի։ ԱՄՆ-ն, որն արդեն մոտ 1 ամիս արգելում է Վենեսուելայից նավթի արտահանումը, երեքշաբթի հայտարարել էր գործարքի մասին, որով Վենեսուելան մինչև $2 միլիարդ նավթ կարտահանի ԱՄՆ։ Երեկ էլ երկրի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ առաջընթաց է գրանցում Միացյալ Նահանգների հետ նավթի վաճառքի շուրջ բանակցություններում։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամ Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի նավթը գնել միջազգային գնով։ Մադուրոյի ձերբակալումից հետո նախագահի պարտականություններն ստանձնած Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկիրը բաց է այլ երկրների հետ էներգետիկ գործընկերության համար։ Վենեսուելան բաց է էներգետիկ հարաբերությունների համար, երբ բոլոր կողմերն են շահում, երբ տնտեսական համագործակցությունը հստակ սահմանված է առևտրային պայմանագրերում։ Սա է մեր դիրքորոշումը եւ մեր էներգետիկ հարաբերությունների բազմազանությունը։ Վենեսուելային նավթային շրջափակման մեջ պահելու գործողությունների շրջանակում ԱՄՆ-ն 3 Ատլանտյան օվկիանոսում ռուսական ստվերային նավատորմի լցանավ է կայանել, որը ըստ ամերիկյան կողմի օգտագործվում էր Վենեսուելայում արդյունահանված նավթի տեղափոխման համար։ Ռուսաստանը քննադատել է նավթի կալանումը։ Վենեսուելան հարավամերիկյան միակ երկիրը չէ, որ հայտնվել է Միացյալ Նահանգների խոշորացույցի տակ։ Ավելի վաղ Թրամփը Կոլումբիային սպառնացել էր ռազմական գործողությամբ, որին պարբերաբար մեղադրել է ԱՄՆ թմրանյութեր ներմուծելու համար։ Երեկ էլ երկրորդ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսով խոսել է այդ երկրի նախագահի հետ եւ հրավիրել Սպիտակ տուն։ Թե երբ տեղի կունենա հանդիպումը, Թրամփը չի նշել։ Հեռախոսազրույցից հետո Գուստավո Պետրոն Բոգոտայի գլխավոր հրապարակում հավաքված աջակիցներին ասել է, որ ընդունել է Թրամփի հրավերը։ Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով եւ դրա համար ընդունում եմ բանակցելու նախագահ Թրամփի առաջարկը։ Տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից։ Ես կշարունակեմ պնդել, որ դաշինքը հնարավոր է մաքուր էներգիայի ոլորտում, քանի որ այն բերում է խաղաղություն, կյանք եւ սեր։ Պետրոյի աջակիցները Թրամփի դեմ ցույց են արել նաև Կուկուտա քաղաքում, ակցիային մասնակցել են նաև վենեսուելացիներ, որոնցից մի քանիսը պարզել են Նիկոլաս Մադուրոյի եւ նախկին նախագահ Ուգո Չավեսի լուսանկարները։ Ցուցարարներից մեկն էլ անկախության հերոս Սիմոն Բոլիվարի կերպարով է ներկայացել, որը խորհրդանշում է դիմադրությունն ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեմ։ Վերջինս քննադատել է Մադուրոյի ձերբակալումը։ Primero que nada, respeto a lo que él representa, porque no estamos hablando de una persona. Անկախ նրանից համաձայն եք թե ոչ նրա մտածելակերպի հետ, նա կատարում է պետությունը ղեկավարելու իր առաքելությունը, ու եթե նրանք առևանգում են ձեր նախագահին, նրանք առևանգում են ամբողջ հայրենիքը։ Está ejerciendo su misión de dirigir una nación.